Փառք Հիսուսին։ Ես այսօր խոսելու եմ հրաշալի մի խոսք, ասեմ, որ շատ սիրում եմ այս թեման, իհարկե բոլոր թեմաներն եմ սիրում, բայց իհարկե կյանքում կան թեմաներ, որոնք գիտես էդի քոնն է։ Ու այս թեման նույնպես ես գիտեմ, որ սա իմ թեմաներից է, որի մեջ իհարկե ունեմ լիքը հայտնություններ, կարող եմ օրերով, ժամերով կարող եմ սրա մասին խոսել ու կիսվել տարբեր աստվածաշնչյան տեղեր վերցնելով ու ասեմ, որ այսի այն զենքերից է, խոսելու ենք վախի մասին, վախը սատանայի այն զենքերից է, որ ինքը շատ է օգտագործում քրիստոնյաներին գերի անելու, վախը անօրենի մեծ զենքերից է, իհարկե վախը և սուտը իրար հետ համագործակցում են, որտև անօրենը առանց խաբելու չի կարա վախացնի, ինքը սուտն ու վախը իրար հետ համագործակցում են, բայց այսօր մենք խոսելու ենք վախի մասին, քարոզը վերնագրել են վախի 4 զենքերը, վախի 4 զենքերը, որոնցով անօրենը հարձակվում է ու փորձում է Աստծո ժողովրդին դրանով տանջի, դրանով չարչարի, դրանով գերի անի։ Կփորձենք Աստծո խոսքի էջերով, աստվածաշնչյան հայտնություններով իրար հետ առաջ շարժվենք ու վերջում իրար հետ իհարկե աղոթք կանենք։ Սիրելիս, եթե առաջին անգամ ես թող քեզ օտար բան չլինի, որ այստեղ հավաքվել ենք, այսպես փառաբանում ենք, երգում ենք, ծափ ենք տալիս, ամեն ինչ որ արվում է Սուրբ գրքում գրված է։ Մենք Սուրբ գրքից դուրս բան չենք արել։ Նույնպես հիմա Աստծո խոսք ենք խոսում, Աստվածաշնչում գրված է, որ Տեր Հիսուս Քրիստոսը շրջում էր քաղաքից քաղաք, գյուղից գյուղ եւ Աստծո խոսքն էր քարոզում, ավետարանն էր քարոզում։ Դրա համար էլ Աստծո զորությամբ եկեղեցիները տարբեր քաղաքներում, տարբեր գյուղերում մասնաճյուղեր են բացվում, որպեսզի խոսքը հասանելի լինի բոլորին, շատերին։ Ամեն։ Ուզում եմ իրար հետ նայենք առաջին տեղը 2 Տիմոթեոս 1:7 խոսքը։ Հրաշալի տեղ, հրաշալի խոսք Պողոս առաքյալից, ասա, որովհետև Աստված չտվավ մեզ վախի հոգի, այլ զորության եւ սիրո եւ ողջամտության։ Աստված մեզ չտվեց վախի հոգի։ Երբ որ նայում ենք ու լսում ենք Պողոս առաքյալին, հենց առաջին իսկ բանը, որ ասում է, ցույց է տալիս, որ վախը հոգի է։ Վախը հոգի է, իհարկե այսօրվա մեր հոգեբանությունը, փիլիսոփայությունը նույնպես վախին մոտենում է, վախին ոնց վախից ազատվի մարդը, որոշակի հոգեբանական, այսպես ասեմ, նրբություններ կա, մոտեցումներ կա, որոնցով կարում է այսօրվա հոգեբանությունը մի փոքր մարդկանց օգնի, մի փոքր մարդկանց ծառայի, բայց կա վախի մի մակարդակ, որտեղ արդեն երբ որ չար ոգին բռնում է, այդտեղ ոչ մի էլ հոգեբանական նյուանսներ, հոգեբանական մոտեցումներ էլ չի ազատում, այդտեղ պետք է արդեն Տիրոջ ազատագրող զորությունը, այդտեղ պետք է հոգու զորությունը, այդտեղ պետք է աղոթք, ազատագրում, որ մարդը ազատվի վախից։ Աստծո խոսքը հենց առաջին տեղից, երբ որ մենք կարդացինք, ասում է վախը հոգի է, եւ Աստված մեզ չի տվել վախի հոգի։ Ամենաառաջին հիմքը, որ կուզենամ դնեմ սրելիս, մենք չենք խոսում Աստծո վախից։ Աստծո վախը դա սուրբ է, դա կատարյալ է, դա ընտիր է, եւ Աստծո վախը մեզ չի հեռացնում Աստծուց, այլ Աստծո վախը մեզ մոտեցնում է դեպի Աստծուն։ Մենք խոսելու ենք այն վախից, որը աշխարհի մեջ է, այն վախից, որը չար հոգուց է դուրս գալիս։ Ավելի աստվածաշնչյան լեզվով, եթե մենք ասենք, Աստծո վախի մասին մենք նույնպես ասում ենք Տիրոջ երկյուղ։ Բայց երբ որ խոսում ենք աշխարհի վախից, անօրենի վախից, դա նույնպես այսօրվա բժշկությունը կասի ֆոբիա։ Մենք խոսելու ենք ֆոբիայի մասին։ Մենք խոսելու ենք այն չար հոգու մասին, որով շատ հաճախ մարդկանց բռնում ու գերի է անում։ Տիրոջ խոսքն ասում, Աստված մեզ չտվավ վախի հոգի, երբ որ մենք գալիս ենք Աստծուն, լցվում ենք Տիրոջ հոգով, Տիրոջ հոգու մեջ չկա վախ, սիրելիս։ Ու շատ հաճախ շատերս մենք ունենք վկայություններ, որ մարդիկ ասում են, գիտես, ասում են, ես վախով էի բռնված, այս ինչ հարցի շուրջ, այս ինչ իրավիճակի մեջ ես վախեր ունեի, բայց եկա Աստծուն, աղոթքով լցվեցի, Սուրբ Հոգով լցվեցի եւ այդ վախերը ինձանից գնացին։ Բայց նույնպես լինում է, որ անօրենը քնած չի, Աստծո խոսքն ասում է, որ սատանան գոռոզ առյուծի պես ման է գալիս եւ փնտրում է, թե ում կուլ տա, ու ման է գալիս թույլ տեղեր, տենա ում ինչով կարա բռնի։ Ու ինչ որ մեկին բռնում է, այդ վախի զենքերից, ասեմ, ինչ որ մեկին միգուցե կբռնի հիվանդության վախով, մեկին կբռնի աղքատության վախով, մեկին կբռնի կործանման վախով, տարբեր ձևերով փորձում է բռնի, փորձում է գերի անի։ Բայց Տիրոջ խոսքը մեզ ասում է, այլ Տերը տվեց մեզ զորության, սիրո եւ ողջամտության։ Մի քանի թարգմանություններով առողջ մտքի, զգաստության, սթափ մտքի մասին է խոսում։
Սերից ես քեզ ասեմ, իրական վերցրեցի ու մի փոքր աղոթքի մեջ փորձեցի հասկանամ, ինչի է Պողոս Առաքյալը սրանք իրար հետ մի շարքի վրա դնում, Աստված չի տվել վախի հոգի, այլ սիրո, զորության, սիրո եւ զգաստության հոգի։ Ինչ է անում վախը, ինչ է անում սերը, ինչ է անում վախը եւ ինչ է անում զգաստությունը, զորությունը, ողջամտությունը։ Ու գիտես, երբ որ մենք նայում ենք իրար հետ, Տիրոջ խոսքի համաձայն վախը մարդուն թուլացնում է։ Վախը մարդուն թուլացնում է, վախը մարդուն պարալիզացնում է, վախը մարդուն գերի է բռնում եւ թույլ չի տալիս, որ գործի։ Աստվածաշնչյան շատ օրինակներ կան եւ մեր կյանքում էլ մենք կարող ենք տեսնել։ Այսօր մի փոքր իհարկե եւ հումորով եւ իհարկե Աստծո խոսքի հայտնություններով մենք կտեսնենք, թե վախը ոնց կարա մարդուն գերի բռնի։ Երբ որ նայում ես ուսումնասիրում ես, անգամ ինտերնետից օգտվելով դու տեսնում ես մարդիկ այնպիսի բաների մեջ են վախով բռնված, որ զարմանում ես, ասում ես ոնց կարելի է սրանից վախենալ, բայց երբ որ հասկանում ես դա ոգի է, նոր ասում ես, հա, փաստորեն բռնել է։ Գիտես, վախը մարդուն թուլացնում է, վախը մարդուն պարալիզացնում է։ Այն ինչի մեջ որ վախ մարդը գիտես 100 անգամ արել է, 1000 անգամ արել է, ինքը դա անգիր գիտի, բայց երբ որ վախը բռնում է, ինքը դա չի կարող անի։ Վախը մարդուն գերի է բռնում եւ թույլ չի տալիս որ գործի։ Իսկ ինչ անում զորությունը։ Պողոս Առաքյալը հոգով լցված կասի, Տերը մեզ չի տվել վախի հոգի, այլ զորության հոգի։ Ինչ անում զորությունը, զորությունը մարդուն ուժ է տալիս գործելու համար։ Զորությունը մարդուն մղում է առաջ։ Զորությունը մարդուն տալուս է ազատություն։ Զորությունը մարդուն գործելու հնարավորություն է տալիս։ Հիշում ենք Տիրոջ խոսքը Գործք առաքելոցում ասում է, եւ դուք զորություն կառնեք եւ իմ վկաները կլինեք։ Երբ որ զորություն կառնեք, ձեր սահմաններից դուրս կգաք։ Հաջորդը սիրելիս ինչ է անում վախը։ Վախը մարդուն դարձնում է ագրեսիվ։ Գրես անգամ կենդանիների հետ կապված։ Գրես տեսել ենք, չէ՞, շներին։ Ես հավատում եմ չենք նեղանա, բայց դա վախի դրսևորումն է, նույնպես մարդու մոտ, նույնպես կենդանու մոտ շատ հաճախ նույն ձև դրսևորվում է։ Գիտես, շատ հաճախ շները հարձակվում են վախից ելնելով։ Նույնպես էլ մարդու մոտ է այդպես լինում, սա վախի ռեակցիան է, սա վախի պատասխանն է, ասելիս կխնդրեմ չվիրավորվես։ Շատ հաճախ մարդը հարձակվում է, որտեղ վախում է։ Վախը մարդուն դարձնում է, պարալիզացնում է, ագրեսիվ է դարձնում, ներողություն։ Վախը մարդուն դարձնում է հարձակվող, ինքնապաշտպան։ Երբ որ մարդը վախով բռնված է, ամեն ինչից սկսում է պաշտպանվել։ Գրես շատ հաճախ նայում ես, ամենտեղ պաշտպանվում է, ամենտեղ մի բան գտնում է։ Ուզում ես ասես, լսի, մի քիչ մատ խորը շունչ քաշի, մատ հանգստացի, նորմալ է, խաղաղվի։ Բայց չէ ինքը ամենտեղ լարված, ամենտեղ ձգված է։ Վախը մարդուն դարձնում է փակ եւ ինքնամփոփ։ Չշփվող, մի կողմ քաշված։ Իսկ ինչ անում սերը։ Սերը մարդուն նորից տալիս է ազատություն։ Սերը մարդուն դարձնում է ներող, ընդունող, շփվող։ Սերը կոտրում է թշնամական վերաբերմունքը։ Եթե վախը դարձնում է ագրեսիվ ու փակում է մարդուն, սերը կոտրում է թշնամությունը։ Սերը բացում է մարդուն։ Մարդը դառնում է շփվող, անմիջական, անկեղծ։ Սերը հաղթում է վախին։ Մենք կկարդենք Աստվածաշնչից դեռ սիրելիս։ Սերը հաղթում է վախին։ Պողոս Առաքյալը Տիրոջ խոսքով ասեց, այլ տվեց ողջամտության, առողջ մտքի հոգի։ Հիմա երբ որ իրար կողք դնենք, ինչ ենք հասկանում։ Վախը բերում է մարդուն պանիկա, սթրես։ Վախը խանգարում է ճիշտ մտածելուն։ Վախը թույլ չի տալիս, որ որոշումներ կայացնի մարդը առողջ ձևով։ Վախի ժամանակ մարդը ճիշտ որոշումներ չի կայացնում։ Վախեցած մարդը չի կարողանում ճիշտ քայլեր անի։ Իսկ Աստծո խոսքն ասում է Տերը մեզ չտվեց վախի հոտքի, այլ ողջամտության, ազատ մտքի, սթափ մտքի։ Ինչ է անում ողջամտությունը, օգնում է սառը դատել։ Գրես որքան կարիք է լինում, երբ որ հարցակման ժամանակ, ճնշումների ժամանակ մարդուն ուզում ես ասես մի հատ էլ խաղաղվի, հանգստացի ու հիմա սառը դատի։ Սառը դատի։ Գրես ուզում եմ քեզ ասեմ, փորձիր շատ հաճախ քեզ կողքից նայես։ Քո իրավիճակի մեջ մի հատ կողքինին նայես, ասես օրինակ եթե կողքս մեկը լինի, ով որ իմ նույն իրավիճակի մեջ կլինի, ես իրան ինչ խորհուրդ կտամ։
Փորձի շատ հաճախ գիտես թույլ տաս քեզ կողքից նայել, այդ ժամանակ կարողանաս ավելի սառը դատել ու ավելի սթափ խորհուրդներ տաս։ Ողջամտության հոգին օգնում է առողջ ընտրություն կատարել։ Ողջամտությունը օգնում է առաջ շարժվել եւ տեղում չմնալ։ Սիրելիս Աստծո խոսքում նորից կրկնվում են, բայց այնքան հրաշալի տեղ է, ու խորհուրդ կտամ այս տեղը վերցնենք աղոթքի մեջ։ 2 Տիմոթեոս 1:7 շատ հաճախ աղոթք արա, Տեր դու ինձ չես տվել վախի հոգի, դու ինձ տվել ես զգաստության, զորության, սիրո հոգի ես տվել։ Գիտես ես ասեմ, իմ վրա էլ երբ որ վախի ազդեցությունը լինում է, ես այս դավանանքը վերցնում եմ ու ասեմ, Տեր, դու ինձ ազատել ես վախից։ Ես չեմ ընդունում վախի հոգին, ես ընդունում եմ սիրո հոգին, զորության հոգին եւ ողջամտության հոգին իմ կյանքում Հիսուսի անունով։ Հալելույա։ Սերից վախը եւ հավատքը մագնիսի պես են։ Երկուսն էլ գործում են նույն ձևով։ Ինչից վախենում ես, դա կատարվում է։ Ինչին հավատում ես, դա կատարվում է։ Վախն ու հավատքը նույն ձև են աշխատում։ Վախը սատանայի հավատքն է։ Եթե մոտդ գրես, այսպես գրի. վախը սատանայի հավատքն է։ Վախով սատանան է բերում իր ծրագիրը մեր կյանքում, իսկ հավատքով Աստված է բերում իր ծրագրերը մեր կյանքում։ Վախը մագնիսի պես քաշում է, ինչպես հավատքն է մագնիսի պես քաշում։ Հոբի թղթում Հոբի 3:25-26-ը մեզ կասի, որովհետև այն երկյուղալի բանից, որ վախենում էի, ինձ հանդիպեց, եւ ինչից որ սարսափում էի, հասավ ինձ։ Այն երկյուղալի բանից, ինչից որ վախենում էի, ինձ հասավ։ Մենք գիտենք Հոբի կյանքը, շատ հաճախ Հոբի կյանքը կարող ենք քարոզել, ներկայացնենք, Հոբը Աստծո արդար, Աստծո ընտիրը, բայց գլխին տեսնում ենք ինչքան ցավեր, ինչքան տառապանքներ, ինչքան կորուստներ եկավ։ Առաջին գլուխը, երբ որ կարդում ենք, գիտես, մարդու գլուխը բռնում, գլուխդ բռնես ու չգիտեմ ինչ անես, այս ինչ հարցակումներ էր, այս ինչ էր կատարվում, բայց երրորդ գլխում արդեն Հոբը հետաքրքիր մի խոսք է ասում։ Ինչից վախեցա գլխիս եկավ։ Ինչից փախա ինձ հասավ։ Գիտես կյանքում այս արտահայտությունը այնքան ենք լսում, մա ինչից վախում էի, հենց այն էլ հասավ։ Որովհետև վախը մագնիսի պես է։ Վախը քաշում է։ 26-րդ խոսքը ասում է. ոչ խաղաղություն ունեմ, ոչ հանգստություն եւ ոչ էլ հանդարտություն եւ վրդովումն է եկել։ Նա մենք վախը ինչ անում, գողանում է խաղաղությունը, գողանում է հանգստություն, հանդարտություն, ինչ անում վախը։ Գրես այսօր աշխարհը փորձում է խորամանկաբար, իհարկե ուզում ես հասկանաս այդ մարդկանց, որ ուզում են միգուցե մոտեցում գտնեն, ելք գտնեն վախից ազատվելու կամ վախին բացատրություն տալու, բայց այսօր աշխարհում կա մի սխալ միտք, մի սխալ աֆորիզմ։ Ասում եմ, դե մի փոքր վախը օգտակար է։ Անկամ սխալ է, երբ որ մենք երեխաներին փոքրուց վախով ենք դաստիարակում, բոբոձյաձայով, մեշոկ պապիով, կամ չգիտեմ ինչով, փոքրուց երեխաներին սովորացնում ենք վախին։ Սիրելիս, ճիշտ չի դա։ Ճիշտ չի։ Գրես, եթե երեխան դեռ փոքր է, խոսքը չի հասկանում, ժամանակ է պետք հատկացնել, երեխու համար հոգ տանել, հետևից վազվզել, պոչից ընկնել, որ հանկարծ վնաս չլինի, բայց հանկարծ վախով չդաստիարակել։ Մի փոքր երբ որ կմեծանա, արդեն խոսքին կտիրապետի, արդեն երեխային սկսել խոսքով դաստիարակել։ Ասում է, որ վախենար, այդ բարձր տեղը չէր բարձրանա։ Իրեք ես շատ հաճախ ասեմ, ոչ թե վախ է պետք, այլ խելք է պետք։ Ոչ թե վախ է պետք, այլ իմաստություն է պետք։ Ոչ թե վախ է պետք, այլ զգուշություն է պետք։ Եվ զգուշություն անելը եւ վախենալը իրարից տարբեր են։ Գիտես հարց է ցակում, հիմա ինչ եթե մի հատ մեծ կատաղած գազազած շունչ վրեդ հարցակվավ չես փախնի, կփախնեմ։ Մի բարձր տեղ կթռնեմ, կկանգնեմ, բայց այստեղ հարցը գիտես ինչումն է, ես վախեցա, թե զգուշություն արեցի։ Ես ինձ ապահովեցի, ես ինձ պաշտպանեցի, թե ես վախի ու սարսափի տագնապի մեջ ընկա։ Սերից հոսանքն էլ է վնասում, բայց երբ որ ձեռնոցով ես օգտագործում, հատուկ
պլասկակուպցիով, հա, պաշտպանված ես լինում, չէ, նորմալ է, դու զգուշություն ես անում։ Մենք չենք ասում, չէ, ես չեմ վախենում ու մատներս մտցնում ենք։ Չէ, մենք զգուշություն ենք անում։ Նույնպես էլ երբ որ կա ինչ-որ միտեղ, որտեղ գիտես վտանգ կա, ոչ թե մենք դե եթե չես վախում, ուրեմն գնա, չէ, ես անխելք չեմ։ Այդ բարձր շենքի ծայրին չեմ կանգնի, մեքենան շատ արագ չեմ քշի, ոչ թե նրա համար, որ վախում եմ, այլ նրա համար, որտեղ խելք ունեմ, այլ նրա համար, որտեղ զգուշություն եմ անում։ Եվ այսօր աշխարհը շատ հաճախ սա սրա հետ խառնում, ասում է, այ դե որ մի փոքր վախ ունենար, այտենց չէր անի, չէ, մի փոքր որ խելք ունենար, այտենց չէր անի։ Դրա համար եթե մեր երեխաներին մենք ուզում ենք զգուշացնենք, ինչ-որ մի բանից պահենք, արի ուղղակի իրանց սովորացնենք, իրանց փորձենք հոգ տանենք, իրանց հետևից ընկնենք, հա, խնամք տանենք, որ ոչ թե փոքրուց վախի մեջ դաստիարակենք, այլ թույլ չտանք, որ վախի հոգին մեր երեխեքի վրա տեղ ունենա։ Գիտես, իհարկե, երբ որ նայում ես վախին, ֆոբիային, բժշկությունը այսօր նույնպես ունի բացատրություն։ Ասեմ ավելին, մոտավորապես 3000-ից ավել շատ տարօրինակ վախեր կա, շատ տարօրինակ ֆոբիաներ կա, որ աշխարհում հայտնաբերել են։ Այդ բոլորի մասին մենք չենք խոսի, բայց կա մոտավորապես 500 ֆոբիա, որի հետ այսօրվա հոգեբանությունը լրջորեն մոտենում է ու փորձում է դրանց լուծում տա։ Գիտես, ուղղակի զարմանում ես, մարդկանց կյանքերը նայում եմ, այսօր քեզ մի քանի պատմություններ կկարդամ, ցույց կտամ, մարդիկ, ովքեր աշխարհի մեջ պատմություն են կերտել, հրամանատարներ, առաջնորդներ, ղեկավարներ, քաղաքական գործիչներ, մեդիա աշխարհում հզոր մարդիկ, բայց տեսնում ես այնպիսի տեղեր են վախով բռնված եղել, ոսես լուրջ կարելի է դրանից վախենալ, անգամ ծիծաղելու տեղեր։ Բայց գիտես, երբ որ տեսնում ես, որ վախը մարդուն ոնց է տանջում, վախը ոնց է մարդուն տագնապի մեջ գցում, նույնպես լսի մի կողմից ծիծաղելու է, բայց մի կողմից այս մարդը լուրջ տանջվում է։ Գիտես, տեսել եմ մի քանի անգամներ ինքնաթիռի մեջ թռնելուց կողքից նստածը կամ դիմացից նստածը ոնց է ցնցվում։ Հեսա թռնելու է։ Գրես անգամ մեկը ասեց, տաբլետկա եմ խմել թռնելուց առաջ։ Դες որտեվ թռիչքից վախենում է ու ցնցվում է։ Մենք Հայաստանում ծառայության մեջ մի եղբայր կար, ասում է, ես ընդհանրապես ինքնաթիռ չեմ նստում։ Գրես ու ամեն տարի գալիս է Ռուսաստան գումար աշխատելու գնալու։ Ասում ոնց ես գնում, ասում մենակ մարշրուտկայով։ Ես վախում եմ, ես չեմ նստի։ Գրես մի քանի հայտնիների կյանքից Պյոտր առաջինը, գրես Պյոտր առաջինի համար, երբ որ կարդացի, ասում է, ինքը այնքան խիզախություն ուներ, որ պատերազմի ժամանակ, երբ որ զորքը գնում էր պատերազմի դաշտ եւ հրամանատարական կազմի համար վրաններ էին խփում, որ հրամանատարներն այդտեղ լինեին, իսկ դուրսը զորքը պատերազմ էր անում, ասում է, ինքը այնքան խիզախ էր, որ դուրս էր գալիս անմիջապես պատերազմը տեսնելու ու այդպես հսկելու, այդպես կառավարելու, ինքը չէր մնում վրանում, այդքան դուխով, այդքան համարձակ ա եղել։ Բայց հիմա ծիծաղելին վախեցել է տառականներից ու միջատներից։ Մարդ, հրամանատար մարդ, պատերազմի դաշտում այդ նետերից, չգիտեմ, կրակոցներից, այդ պայթուններից ոչի բանից չի վախեցել, իրան առաջակցե, բայց տառականից վախում է։ Ուզում ես զարմանաս, բայց միևնույն ժամանակ հասկանում ես, որ սա ոգի է, դիվային անօրենի ոգին է, որ բռնում է։ Գիտես, այսօր շատ հաճախ դու լսում ես, հա ես շնից վախում եմ, նորմալ չի։ Ես ճանաչում շատ լավ ընտանիք, գիտես, հավեսով, Աստծու մեջ, մի պուճուր սարդից վախում են։ Ասում լսի, որ ոտը դնես այդ սարդի վրա, այդ սարդը գիտես քանի տակ կճզմվի։ Չէ, ես գործ չունեմ։ Կիմ Չենը, Հյուսիսային Կորեայի, ինքը, իր հայրը ու իր պապը երեքն էլ վախեցել են ու Կիմ Չենը հիմա վախենում է ինքնաթիռից։ Գիտեք, որ ինքը ընդհանրապես ինքնաթիռ չի նստում։ Բոլոր իր հանդիպումները ինքը գնացքով է տեղաշարժվում։ Ու գիտես, երբ որ կարդում էի գրած է 85 թվականին, երբ որ իրանք ինչ-որ մի քանի հատ ինքնաթիռ են ստացել իրանց երկիր, ինքը կանգնած նայելուց ա եղել ու տեսել է, թե ոնց է մի ինքնաթիռը պայթում ու 17 հոգի մահանում, այդ ժամանակից վախով բռնելը։
ու մինչև այսօր լինելով երկրի ղեկավար, հազարավոր, միլիոնավոր զորքեր այս կողմ ու այն կողմ տեղաշարժելով, վախենում է ինքնաթիռ նստելուց։ Այսօր ես ու դու հանգիստ ինքնաթիռ ենք նստում ու տեղաշարժվում ենք։ Չինգիզ խանը, գիտենք իր մասին, հզոր մեկը, աշխարհակալ, կխնդրեմ շատ չծիծաղեք։ Մորը հարգելը եւ պատվելը դա նորմալ է։ Վախեցել է մորից, վախեցել է կնոջից եւ շնից։ Նայում ես, ասում ես, լսի, Չինգիզ խան անունը թնդում է դարերով։ Վախեցել է մորից, ցելիս մորը պետքա պատվել, պետքա հարգել, բայց ոչ վախենալ։ Վախեցել է կնոջից, ստեղ կանայք երևի ուրախացան, վախեցել է շանից։ Գրես հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Ալֆրեդ Խիչկոկ, հետաքրքիր անուն է, շատ ծիծաղելու է, վախենում է հավի ձվից։ Ես չգիտեմ ինչ հա տեսնում ինքը այդ հավի ձվի մեջ, բայց ես ու դու լավ ձվածեղ ենք ուտում։ Բայց մարդը վախում է։ Ու նորից հարց է ծագում, եթե սա ոգի չի, եթե սա դիվային տանջանք չի, սա ինչ է, աշխարհահռչակ հոլիվուդյան ռեժիսոր, միլիոններ է աշխատում, բայց վախում է հավի ձվից։ Յուլի Ցեզար վախեցել է կայծակից, հորդառատ անձրևներից։ Այսօր մենք անձրևի տակ վազելով գալիս ենք եկեղեցի։ Բայց մենք երբ որ լսում ենք Ցեզարի մասին, ոչ Սալաթի, մենք գիտենք, որ աշխարհակալ է եղել, բայց վախեցել է կայծակից։ Դա դիվային ոգի է, որը բռնում է սրելիս։ Ես ասեմ անգամ ավելին վախից պատճառով այնքան հիվանդություններ է գլուխ բարձրացնում։ Շատ ծիծաղելու։ Ադոլֆ Հիտլեր վախեցել է ատամնաբուժից։ Ու պատմությունն ասում է իր ատամները եղել է դեղին ու բերանից միշտ գեշ հոտ է դուրս եկել, որտեղ վախեցել է գնա ատամները բուժելու։ Մի անեկդոտ կա, չգիտեմ, գիտեք երևի թե չէ, ասում է ինչից ես վախենում, ասում է երկու բանից, մթությունից եւ ատամնաբուժից։ Ասում է լավ ատամնաբուժից հասկացանք, բա մթությունից խես վախենում, ասում պատկերացնում ես մութ տեղը քանի ատամնաբուժ կարա լինի։ Գիտես, նայում ես նորից մեծ առատր, առաջնորդ զորքեր ա ղեկավարել, վախում է ատամնաբուժից։ Այսօր մենք գնում ենք, թույլ ենք տալիս մեր ատամները նորոգում են, բժշկում են։ Սա դիվային հոգի է սրելիս, որով տանջում է, անօրենը բռնում ու տանջում է։ Նապոլեոն Բոնապարտ վախեցել է կատվից։ Փոքր ժամանակ վրեն կատու է թռել։ Պատմությունն այդպիսին է, փոքր ժամանակ վրեն կատու է թռել։ Ու լինելով արդեն մեծ հսկա մեկը մեծ հասակում նոր մեկը վախեցել է կատվից։ Վախեցել է սպիտակ ձիուց, չգիտեմ խի հենց սպիտակ ձիուց, բայց հենց սպիտակ ձիուց, ու ինքը նկար ունի սպիտակ ձիու վրա նստած։ Այդ նկարը, ասում են, հատուկ իր վախին հակառակ են արել, որ ինքը կարողանա դա տեսնի ու հաղթահարի։ Եվ վախեցել է ցածր տարածքներից, ինքը չի մտել այնպիսի շենքեր, որտեղ առաստաղները ցածր են եղել։ Վախեցել է ցածր տարածքներից։ Նորից նայում ես ու տեսնում ես սիրելիս աշխարհակալ մեկը, բայց բռնված է վախով, ու այն էլ ինչ վախով, որը ծիծաղելի է, որը տանջում է մարդուն։ Այսօր մենք մեր տանը կարանք կատու պահենք, կարանք ձյու վրա նստենք այդ ձին ծառայի մեզ։ Գիտես, անուններ էլ չթվարկեմ, շատ հայտնիներ վախեցել են իրենց շողքից։ Դու պատկերացնում ես, անընդհատ չեն կարողացել, ենթագիտակցորեն իրանք չեն կարողացել հասկանան շողքն ինչ է, անընդհատ մտածել են իրանք մի բան հետևում է։ Վախեցել են ժամացույցի սլաքից, որտեղ նայում տեսնում են կյանքը ավարտվում է։ Դու պատկերացնում ես մարդը ինչի տակ է տառապում, երբ որ նայում է ժամացույցին, տեսնում է վարքյանները գնում են, իր ենթագիտակցությունը կյանքս գնում է, կյանքս գնում է, կյանքս գնում է, ու վախենում է ժամացույցին նայի։ Վախեցել են մորեխներից,
Գիտես, հոլիվուդյան դերասանների անուններ էր գրած։ Վախենում են ծամոնից, որ կարող է թռնի իրանց կոկորդ ու խեղդվեն։ Վախեցել են թիթեռից, վախեցել են տնային բույսերից, վախեցել են հնագույն մեբելներից, մտածում են մեջը հին հոգիներ կան։ Ու դրա տակ տառապում են։ Գիտես, հերոսներ, անունները բոլորի մոտս նշած է, չեմ կարդում, վախեցել են։ Տունը հին մեբել կամ ինչ որ հնագույն մի բան, ասում, չէ, այստեղ հին հոգիներ կան։ Սիրելիս, վախը դիվային հոգի է, որով բռնում է ու տանջում է, բռնում է ու փորձում է չարչարի։ Ես կթվարկեմ մի քանի բաներ, որոնց մենք հետո կաղոթենք այս ամեն ինչի համար, որոնցից Աստված ուղղակի ազատի։ Եթե անգամ քեզ կբռնացնի սրա մեջ, սիրելիս, մենք վերջում աղոթելու ենք։ Մարդիկ վախում են բարձրությունից, վախում են ջրից, կենդանուց, մթությունից, հիվանդությունից, վարակվելուց, մահից, մահացած մարդուց։ Գրես մարդը մահացած է, բայց ենթագիտակցորեն ինքը վախենում է։ Ինչ պետք է անի մահացած մարդը։ Վախենում են դագաղից, վախենում են գերեզմանից, վախենում են չամուսնանալուց, վախենում են բաժանվելուց, վախենում են չաղանալուց, վախենում են նիհարելուց, վախենում են գործի մեջ չհաջողվելուց, բիզնեսի մեջ տակ տալուց։ Ու էլ թազա գործ չեն անում, նոր գործեր չեն ձեռնարկում։ Մարդիկ վախենում են թվերից, 13 թվից, 666 թվից։ Վախենում են զույգ թվերից, 2, 4, 6, 8։ Մի անգամ Սպիտակում խանութում առևտուր էի անում, սխտոր էի վերցնում։ Սխտորը երբ որ վերցեցի, տվեցի այդ աշխատողին, որ ինքը կշռի, ասում, կդնեք ներքև, ես չկպնեմ։ Ասում, քեզ ինչ եղավ, քուրիկ ջան։ Չէ, չի կարելի կպնել, վախում եմ։ Ասում, սխտորից քեզ վախում։ Թե ասել են, որ վատ է, ասում, ով է ասել։ Ու գիտես ցավալին ինչ է, որ հոգևոր մարդու անուն է տալի։ Ասում, լսի, սխտորը Աստծո ստեղծագործությունն է։ Սխտորը բլախ աշուտողներին հարցատես ինչ լավ բան է։ Սխտորից պետք չի վախենալ։ Ոնց որ պետք չի վախենալ խնձորից, գազարից, չգիտեմ, ծիրանից, այնպես սխտորից պետք չի բաներ հորինել։ Գիտես, այդ այն կինոներում է, որ վամպիրների դեմ սխտոր են դնում, արծաթաջուր են դնում։ Բայց իրական կյանքում այդպես բան չկա։ Մաս սխտորին պետք չի կպնել, սխտորը ձեռից ձեռ չեն փոխանցում։ Ով ասեց։ Հոգևոր էս ինչ մարդը, որտեղ է գրված։ Սխտորը Աստծո ստեղծագործությունն է։ Տվել է, որ մենք անուշ անենք։ Շատ ծիծաղելու ու զարմանալի վախեր։ Մարդիկ վախենում են զոնքաչից։ Զոնքաչներն ուրախացան, չէ՞։ Վախենում են Հռոմի պապից։ Վախենում են կոճակից։ Գրես մարդ, որ վախենում է կոճակից, ուսես կոճակի վախը ինչն է։ Ես չգիտեմ, բայց որ բռնվել է մարդը դրանից ու տառապում է։ Սրա վրա քիչ կծիծաղեք։ Մարդիկ կան վախենում են ճաղատ մարդկանցից։ Քյաչալ։ Բոլոր քյաչալներն ուրախացան, չէ՞։ Գրես մարդ վախենում է քյաչալ մարդկանցից, ճաղատ մարդկանցից։ Մարդ կա վախենում է պարելուց, վախենում է ջուր խմելուց, մտածում է ջուրը որ կուլ տա, բա որ կոկորտին կանգնի։ Գրես ու բռնված է սրանով, տանջվում է։ Մենք կարող է չենք հասկանում, սիրելիս, բայց անօրենը սրանով տանջում է մարդկանց։ Մարդիկ վախենում են հավից ու աքլորից, մարդ կա վախենում է երեխաներից։ Պատկերացրու ես երեխեքը մեր ոտների տակ վազվզում են, խաղում են, բայց մարդ կա դրանից վախում է։ Մարդ կա վախենում է երկար բառերից, որ երկար բառը լսում դրանից վախում է։ Իհարկե հետաքրքրության համար նայեցի, աշխարհի ամենաերկար բառը դա քիմիական տար է, եթե չգիտեմ, գիտեք, սա շատ հավես էր ուղղակի, քիմիական տար է, որը 189,819 տառից է բաղկացած, ես ասի սրանից հաստատ կարելի էր վախենալ, 189,000 տառից բաղկացած։ Մարդիկ վախենում են երկար բառերից,
Վախենում են փչած փուչիկներից, վախենում են հեռախոսից բաժանվելուց։ Այսը ժամանակակից վախերն է։ Նոր մոդա է։ Սրանից վախը անօրենի զենքն է, որով բռնում է ու փորձում է մարդկանց տանջի։ Փորձում է մարդկանց չարչարի։ Հիմա ուզում եմ անցնեմ 4 հիմնական զենքերի մասին, սա ընդհանուր ամփոփ էր։ 4 հիմնական զենքեր, որոնք անօրենն օգտագործում է։ Վախի 4 զենքերը։ Առաջին զենքը դա անորոշության վախը։ Անորոշության վախը, որի մեջ մտնում է փոխհարաբերություններ, փոփոխության վախ, մենակության վախ, ընդունված չլինելու, ես պետք չեմ, ես խանգարում եմ, ես ավելնորդ եմ, բավոր չամուսնանամ, հնարավորությունները բաց թողնելու վախ, վախ սխալվելու, վախ չստացվելու, սա անորոշության վախն է, որով անօրենը բռնում է ու մարդուն սահմանափակում է, մենք կարդացինք վախը պարալիզացնում է, վախը գերի է բռնում։ Դες երբ որ այս անորոշության վախը մարդու վրա հարձակվում է, ինքը իր տեղը չի գտնում։ Բայց Փառք Աստծուն մեր Տիրոջ խոսքի համար Եսայա 41:10 մեզ կասի. մի վախենար, որովհետև ես քեզ հետ եմ, մի վերհերիր, որովհետև ես քո Աստվածն եմ, ես զորացրել եմ քեզ, նաև օգնել եմ քեզ, նաև քեզ հաստատել եմ իմ արդարության աջովը։ Սիրելիս, Փառք Հիսուսին, Աստված պատասխան ունի անորոշության վախերին։ Աստված պատասխան ունի այն ամեն իրավիճակի մեջ, որտեղ դու քեզ գիտես կորցրել ես, գերի ես բռնվել, Տերը խոսում է սրտիդ մեջ, ասում մի վախեցի։ Վերցրա այս տեղը, կարդա 10 անգամ, կարդա 100 անգամ, մինչև այս խոսքը քեզ կենթանացնի, քեզ զորացնի ու քեզ ուժ տա։ Մի վախեցիր, ես քեզ հետ եմ։ Երկրորդ վախը սիրելիս, որով անօրենը հարձակվում է, դա նյութական վախն է, աղքատության վախը, մեքենա կորցնել, տուն կորցնել, ունեցված կորցնել, նյութական վախը, գործի մեջ չհաջողվել, տոկոսի տակ ընկնել, պարտքեր կուտակվել, նյութական վախը, որով փորձում է գա ու գերի բռնի, բիզնեսի մեջ տկարություն, ռիսկով գործ չանես, բավոր սենց լինի, բավորը նենց լինի։ Գրես նորից Փառք Աստծուն մեր Տիրոջ խոսքի համար։ Մատթեոս 6:31-ը մեզ կասի. ուրեմն հոգս մի անեք ասելով, թե ինչ պիտի ուտենք, կամ ինչ պիտի խմենք, կամ ինչ պիտի հագնենք, որովհետև այդ ամենքը հեթանոսներն են խնդրում, որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ այդ ամենը պետք են ձեզ։ Սակայն առաջ Աստծո արքայություն եւ նրա արդարությունը խնդրեցեք, եւ այդ ամենը կտրվի ձեզ Հիսուսի անունով։ Հալելույա սիրելիս։ Գիտես Աստված չի ասում ոչինչ, աղքատ կմնաս, Աստված ասում է մի վախեցի, Տիրոջը փնտրի, նրան վստահի, այդ բոլոր բաները քեզ կտրվի։ Աստված չի կանչել աղքատության մեջ, Աստված չի կանչել պակասության մեջ, Աստված չի ասել, որ դու հացին սոված ես լինելու, Աստված ասել է հանկարծ չվախենաս, հանկարծ տեղ չտաս, որ վախը գիտես քեզ գերի բռնի, աղքատությունը քեզ չի մոտենալու, սովը, պակասությունը քեզ չի մոտենալու, ասում է դրա մասին հոգս են անում ու դրա տակ վախենում են հեթանոսները, ովքեր են հեթանոսները։ Նրանք ովքեր Աստված չունեն, ովքեր են հեթանոսները, նրանք ովքեր հայր չունեն, որ երկնքումն է, ասում բայց ձեր հայրը, որ երկնքում է, գիտի, որ այդ ամեն բաները ձեզ պետք են Հիսուսի զորավոր անունով։ Ասա ես հայր ունեմ։ Իմ հայրը գիտի ամեն իմ կարիքները, ու նա երբեք չի թողնելու, որ դու դրա պակաս ունենաս, խոսքը վերջացնում ասեն, եւ այդ ամենը կտրվի ձեզ։ Դու նայի Հիսուսին, դու նայի քո հորը սիրելիս, թող վախը տեղ չգտնի Հիսուսի անունով, այդ ամեն բաները քեզ կտրվի։ Երրորդ վախը սիրելիս, երրորդ զենքը, որն օգտագործում է, դա առողջությունն է։ Հիվանդություն, անկողին ընկնել, տառապանք, որով անօրենը գալիս է, բերում է տարբեր տեսակի մտքեր, այլ անունները չտամ, հիվանդության մտքեր, վայ դու ես հիվանդացար, վայ դու են հիվանդացար, վայ կողքը ցաված ուրեմն էսա, վայ կողքը ցաված ուրեմն էնա։ Մեր Տիրոջ խոսքը կասի Ելից 15:26-ը. Ես եմ Տերը քո բժիշկը։ Դու Տեր ունես, դու Աստված ունես, քո Աստված ասում է ես եմ քո բժիշկը, սիրելիս։ Ես եմ քո բժիշկը։ Գիտես ուզում եմ քեզ մի հրաշալի պատմություն պատմեմ։ Մի հիվանդ կար, որի համար աղոթք էինք անում։
Աղոթում ենք իր բժշկության համար, աղոթում ենք իր հրաշքի համար։ Ու գիտես, ովքեր որ հիվանդանոցում եղել են, հիվանդատես գնացել են, ու նամանավանդ երբ որ բոքսում ա եղել հիվանդը, շատ հաճախ չէ բոքսում թույլ չեն տալի, որ բոլորը այցելեն հիվանդին, այլ շատ մոտիկ մարդկանց են թույլ տալիս, տան անդամները, կին, ամուսին կամ ծնող մոտենա։ Ու շատ հաճախ ոնց ա լինում, որ բոքսից դուրս ա գալիս պատասխանատու բժիշկը եւ կարդում անուն ազգանուն, ասում ովքեր են այս հիվանդի տերերը, ու հիվանդի տերերը ոտքի են կանգնում ու սկսում ա տեղյակ պահել, հա, ինչ ա կատարում, ոնց ա հիվանդը, ջերմություն ունի, չունի, ընթացքը ինչպիսին ա։ Ու գիտես, այդ հիվանդի համար, երբ որ աղոթք է անում, մի այսպիսի տեսիլք եմ տեսնում։ Մենք նստած ենք հիվանդանոցում, այդ սպասասրահում, ու մեկ էլ դուրս ա գալիս սպիտակ հանդերձով մի փառավոր մեկը, որի դեմքը չեմ տեսնում։ Ու մոտենում անուն ազգանունը տալիս է, ովքեր են այս հիվանդի համար եկել, մենք ոտքի ենք կանգնում, իմ տեսիլքի մեջ ամբողջությամբ այդպես է, մենք ոտքի ենք կանգնում, ասում ենք մենք ենք։ Ու այդ սպիտակ հանդերձով այդ փառավոր մեկը գալիս է, ասում է, ես եմ Տերը, այդ հիվանդի բժիշկը։ Ու գիտես, այդ տեսիլքից հետո այնքան խաղաղություն եկավ ներսս, այնքան հանգստություն եկավ ներսս, ասում Տեր, ասում եմ, դու վերցրել ես քո ձեռքերի մեջ, դու ես բժիշկը այդ մարդու, դու ես բարձրացնելու, դու ես ոտքի կանգնացնելու։ Գիտես, այսօր Աստված ամեն մեկիս համար կասի, ես եմ Տերը, քո բժիշկը։ Հալելույա։ Գիտես, հաջորդ տեղը Փառք Հիսուսին։ Սաղմոս 103:2-ը մեզ կասի. «Օրհնիր Տիրոջը, ով իմանց, եւ մի մոռանար նրա բոլոր բարիքները, որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո ամեն ցավերը»։ Չկա բացառություն։ Չկա բացառություն հիվանդության համար։ Չկա հիվանդության անուն, որ Տերը ասի, ես այդի չեմ կարա։ Գիտես, դա մեր մտքի մեջ է, դա մեր հավատքի մեջ է, բայց Տիրոջ մեջ, Տիրոջ զորության մեջ, Տիրոջ կարողության մեջ չկա բացառություն Հիսուսյանով։ Եթե սրելիս այսօր դու այստեղ ես, ու մարմնիդ մեջ կա հիվանդություն, թույլ չտաս, որ վախը քեզ գերի անի, հիվանդության վախը։ Գիտես, վերջերս մի շատ հարազատ մարդու համար աղոթք էի անում, իր վրա հիվանդություն էր հարձակվել։ Ես իրան ուղղակի ասեցի, ասա այդ հիվանդության անունը։ Նա հիմա դեմքից չի կարողանում ասի, ասեմ բարձրաձայն ասա այդ անունը։ Նորից չի կարողանում, ասեմ ես ուզում եմ լսեմ, դու ասա ինձ այդ անունը, քանի դեռ վախենում ես, ինքը ուժեղ է, հենց հաղթեցիր, դու բժշկված ես։ Քանի դեռ այդ հիվանդության անունը տալուց քո ներսը վախ կա, քո ներսը դող կա, ուրեմն դեռ ինքը ուժեղ է, ուրեմն դեռ ինքը գործում է։ Բայց հենց ինքը փոքրացավ ու Տերը քո ներսում մեծացավ, ուրեմն դու հաղթող ես, ուրեմն դու բժշկված ես Հիսուսյանով։ Գիտես, այսօր նույնպես քո սրտի մեջ կուզենամ ասեմ, եթե կան հիվանդության անուններ, որոնք դու լսելուց ներսումդ ինչ-որ մի սխալ բան է կատարվում, այսօր քեզ պետք է Տիրոջով զորանալ, Տիրոջով զորանալ, ասա օրական 1000 անգամ, քանի անգամ ուզում ես, թող ներսդ այնքան բարձրանա, ասա իմ Տերը ուժեղ է ամեն անուն քաղցկեղից, իմ Տերը ուժեղ է ամեն անուն հիվանդությունից Հիսուսի զորավոր անունով։ Չկա հիվանդության անուն, որտեղ իմ Տերը թույլ լինի, իմ Տերը ուժեղ է, իմ Տերը հաղթող է ամեն անուն հիվանդությունից։ Հալելույա սիրելիս։ Եվ չորրորդը, ես կխնդրեմ թող չորրորդը մահվան վախ, մահվան վախը, որով անօրենը հարձակվում է, որով փորձում է գերի բռնի։ Գիտես, դա ինքնաթիռի մեջ, գնացքի մեջ, նավի մեջ, մեքենայի մեջ, կապ չունի, հիվանդության մեջ։ Մարդը վախենում է, ինքնաթիռից ինչի է վախենում։ Արմատում մահվան վախն է։ Արմատում մահվան վախն է, ինքը վախենում է կործանումից։ Ինչ են հիվանդությունից վախենում, որտեղ արմատում մահվան վախն է։ Անօրենը գործում է վախացնելով սիրելիս։ Սիրում եմ Տիրոջ խոսքը։ Սաղմոս 23:4-ը. Թեև գնամ մահի շուքի ձորում,
չար բանից չեմ վախենա։ Որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու քո ցուպը նրանք մխիթարում են ինձ, թեև գնամ մահվան շուքի ձորում։ Գիտես, միգուցե մահը փորձել է հարձակվի, տարբեր զենքերով, տարբեր ձևերով, հիշիր Տիրոջ խոսքը, թեև մահվան շուքի ձորով էլ անցնեմ, դու ինձ հետ ես։ Նայում եմ ու տեսնում եմ քո գավազանն ու քո ցուպը, Տեր, ես մխիթարվում եմ, ես տեսնում եմ, որ դու իմ կողքն ես, ես տեսնում եմ, որ դու իմ կողքն ես։ Գիտես, մենք Սաղմոս 23-ի մասին խոսել ենք, որն է գավազանը եւ որն է ցուպը, դրանք երկու տարբեր գործիքներ են, երկու տարբեր զենքեր են։ Մեկով Տերը մեզ առաջնորդում է, մեկով թշնամուն վնասում է։ Մեկով Տերը մեզ ուղղություն է տալիս, մեկով անօրենի գլուխն է ջարդում։ Երբ որ մենք պտտվում ենք ու տեսնում ենք մեր Տիրոջը, որը մեր բարի հովիվն է, ասում եմ դրանով մխիթարվում եմ, որտեվ քո ձեռքերի մեջ տեսնում եմ գավազանն ու քո ցուպը։ Ինձ դուր է գալիս նույնպես Հռոմեացիների գլուխը 8:38-ը, որովհետև հաստատ գիտեմ, ոչ մահ, ոչ կյանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանություններ, ոչ զորություններ, ոչ ներկա բաներ, ոչ գալու բաներ, ոչ բարձրություն, ոչ խորություն, ոչ մեկ ուրիշ ստեղծված բաներ կարող չեն մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսումն է։ Սիրելիս, եթե մենք Աստծո սիրով լցված ենք, ոչ մահ չի կարող մեզ բաժանի։ Մահի միտքը, մահի ոգին, մահվան ազդեցությունը չի կարող տեղ գտնի մեր կյանքում, եթե մենք լցված ենք Աստծո սիրով։ Եթե մենք ճանաչում ենք Քրիստոսի սերը մեզանում, գիտես, հենց զգում ես մահը հարձակվել է, մահի միտքը բարձրանում է։ Սա Հիսուս, դու ինձ սիրում ես։ Հիսուս, ես քեզ սիրում եմ։ Ոչ մահ, ոչ բան չի կարող բաժանել մեզ Տիրոջ սիրուց։ Պողոս առաքյալը Կորինթացիս 15-րդ գլխում կասի. ով մահ, ուր է քո խայթոցը, գերեզման, ուր է քո հաղթությունը։ Մահի խայթոցը մեղքն է եւ մեղքի զորությունը օրենքը, բայց շնորհակալություն Աստծուն, որ տվավ մեզ հաղթանակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը։ Մի հրաշալի անձնավորություն մոտավորապես 81-82 թվականներին ինքը ժամանակ 40-ին մոտ քույրիկ, մայր, եկեղեցու ծառայող, հիվանդանում է քաղցկեղ հիվանդությունով։ Աղոթքով ու դավանանքով հրաշալի ձևով բժշկվում է։ Ինքը մահացավ վերջերս 90-ն անց հասակում։ Երբ որ իր հետ հաղորդում էին անցկացնում, հաղորդում անցկացնողին մի հետաքրքիր բան ասեց ու այնքան դուրս եկավ, ասեց ամեն անգամ 82-3 թվականին բժշկվել է, պատկերացրա, մահացավ վերջերս։ Ասեց ամեն անգամ, երբ որ ես անցնում եմ գերեզմանների մոտով, ես նայում եմ եւ ասում եմ, ես քեզ հաղթել եմ։ Ես քեզ հաղթել եմ։ Գրես Հիսուս ունենք։ Հիսուսով մահը պարտված է։ Հիսուսի մեջ մահը պարտված է։ Ուզում եմ մի պահ պատկերացնես, անօրենը սատանան փորձեց Հիսուսին վերացնի, խաչեց ու կարծես թե խաչով ամեն հարցերը լուծվեց, հետո հասկացավ, որ մի բան այն չի, փորձեց համոզի խաչից իջացնի, այդ էլ չստացվեց։ Գրես երբ որ դժոխքում Տեր Հիսուս Քրիստոսը անօրենին խայտառակեց, գրես ես հավատում եմ, որ անօրենը սատանան ամեն ինչ արել է, իր ամբողջ զորությունը ներադրել, իր ողջ դժոխքն ու դիվային աշխարհը ներադրել, որ կանգնացնի հարության զորությանը, որ Հիսուսը հանկարծ մեռելներից հարություն չառներ։ Բայց ես ու դու լավ գիտենք, որ մեր Տերը մեռելներից հարություն առավ։ Մահը
գերեզմանը չկարողացան մեր Տիրոջը պահել։ Ու այսօր Աստվածաշունչը մեզ ասում է, նրա հարության զորությունը մեզանում բնակված է։ Դու պատկերացնում ես ողջ դժողքը, ոչ հոգևոր դիվային աշխարհը փորձել է կանգնացնի Տիրոջ այդ հարության զորությանը, բայց չի կարացել։ Չի կարացել, որտեղ Տերը միլիոնավոր, միլիարդավոր անգամներ զորավոր է։ Ու այսօր Աստծո մեծագույն ողորմությունով, նրա մեծագույն շնորհքով այդ հարության զորությունը դրել է մեր ներսում։ Սիրելիս, մահը պարտված է։ Մահվան միտքը իմ ու քո տեղ չունի։ Մահվան մտքին տեղիք չտաս։ Ինքնաթիռ նստի համարձակ, գնացք նստի համարձակ, ճանապարհորդության գնա համարձակ։ Մի վախեցի հիվանդություններից, հիվանդանալուց, տեղիք չտաս մահվան հոգուն։ Ասում եմ, ով մահ, ուր է քո խայթոցը։ Չկա, պարտվել է Հիսուսի անունով։ Արի կանգնենք ոտքի, սիրելիս։ Սիրում եմ այս բանաձևը, շատ է դուրս գալիս։ Շատերը շատ հաճախ ինձանից այս բանաձևը լսել են։ Սա աստվածաշնչյան ռեցեպտ է վախից ազատվելու։ Աստվածաշնչյան միջոց։ Առաջին Հովհաննես 4:18-ը մեզ կասի. վախ չկա սիրո մեջ, այլ կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախը տանջանք ունի։ Նա, որ վախենում է, կատարյալ չի սիրո մեջ։ Սիրելիս, եթե վախ կա ներսումդ, այսօր պետք չի մենք մեզ խաբենք։ Այսօր ավելի լավ է խոստովանենք ու ասենք, Տեր, վախ կա իմ ներսում, ուրեմն սերը կատարյալ չի։ Ճիշտ ձևով չեմ հասկացել, թե դու ոնց ես ինձ սիրում։ Ճիշտ ձևով չեմ հասկացել, թե ինչքան շատ ես ինձ սիրում։ Սիրո մեջ վախ չկա։ Այսօր եթե զգում ես վախը քեզ տանջում է, փորձի խորանաս, փորձի հայտնություններ վերցնես, որքան շատ է Տերը քեզ սիրում, որքան թանկ ես Տիրոջ համար։ Հաճախ ձեռքը դիր քո վրա ու ասա, Տեր, դու ինձ սիրում ես, վախը ինձանում տեղ չունի։ Հիվանդության վախ, մենակության վախ, մահվան վախ, աղքատության վախ, Տեր, դու ինձ սիրում ես։ Գրես ինքնաթիռ ես նստած, վախը հարձակվում է։ Տեր, դու ինձ սիրում ես, դու ինձ կպահես։ Դու ինձ սիրում ես։ Հիսուսին տվեցիր ինձ համար, դու ինձ կպահես։ Սիրո մեջ վախ չկա, այլ կատարյալ սերը հեռացնում է վախը։ Ոնց սեր ունենանք, ոնց սիրով լցվենք։ Գրես սա հետաքրքիր հերթականություն է։ Սեր ունեցար, վախ չես ունենա։ Ոնց սեր ունենաս, ոնց այդ Տիրոջ սերը վերապրես։ Հռոմեացիներ 5:5-ը մեզ կասի, հույսն էլ չի ամաչեցնում, որովհետև Աստծո սերը փռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու ձեռքով։ Աստծո սերը Սուրբ Հոգու ձեռքով։ Հիմա հասկացանք, որ մեզ վախից ազատվելու համար սեր է պետք։ Հիմա ոնց ենք սեր ունենում։ Սուրբ Հոգու միջոցով, Սուրբ Հոգու այդ մտերմության միջոցով, Սուրբ Հոգին այդ սերը մեր սրտերի մեջ լցնելու։ Բա ոնց անենք, որ Սուրբ Հոգին լցնի։ Ինչ անենք, որ Սուրբ Հոգին լցնի այդ սերը։ Ստեղ էլ ունի Աստվածաշունչը պատասխան։ Եփեսացիս 5:18-ը մեզ կասի. մի հարբեցեք գինիով, որ նրանում անառակություն կա, այլ լցվեցեք Սուրբ Հոգով։ Խոսելով ձեր մեջ սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով եւ սաղմոսեցեք ձեր սրտերումը Տիրոջը։ Էս էլ Սուրբ Հոգով լցվելու ձևը, սիրելիս։ Այնքան եմ սիրում այս բանաձևը, այնքան եմ սիրում այս ռեցեպտը։ Հիմա եթե ներքևից կարդալով գնանք, մենք կհասկանանք ոնց։ Տիրոջը փառաբանում ենք,
Տիրոջը երկրպագում ենք, մեծարում ենք, Սուրբ Հոգին մեր սիրտը լցնում է սիրով։ Մեր սիրտը լցվում է սիրով, վախը դուրս է շպրտվում։ Վախը դուրս է շպրտվում Հիսուսի անունով։ Սեդից եթե վախ կա ներսումդ, միացրա հոգևոր լավ երաժշտություններ։ Միացրա, Սևակին միացրա, Աննա քրոջը միացրա, մյուսին միացրա, փառաբանիր, գալիս ես այստեղ փառաբանության խմբի հետ, փառաբանիր, լցվիր, այստեղ երգի դաշ չի, այստեղ փառաբանություն է, այստեղ երկրպագություն է, Աստծո փառքն է լցվում սիրելիս։ Հավաքույթի գալուց մի մտածի, դե մեկը սկզբում երգում են, չեն երգում է, սկզբում փառաբանում են, Աստծուն են մեծարում, Աստծուն են բարձրացնում։ Վերջում էլ մի շտապի գնալուց, հա դե պրծավ հով արդեն հավաքույթը բարձեց, հեսա մի հատ երգ կերքեն, չէ մի հատ երգ չեն երգում է, նորից Աստծուն են մեծարում, նրան են փառաբանում, նորից ես լցվում, ինչքան լցվում ես, այնքան վախի համար տեղ չկա, այնքան վախին տեղ չկա Հիսուսի անունով։ Հալելույա սիրելիս։ Շնորհակալ ենք Հիսուս, շնորհակալ ենք թանկագին Տեր, արի աղոթք անենք, գոհանում ենք Տեր, վախից ազատող Աստված, վախի գերությունից ու վախի կապանքներից ազատող Աստված, շնորհակալ ենք, օ Տեր դու լցնում ես քո ժողովրդին հիմա, լցնում ես քո հոգու զորությամբ, լցնում ես քո հոգու ներկայությամբ, ու վախը տեղ չունի քո ժողովրդի մեջ Տեր, վախը տեղ չունի քո ժողովրդի կյանքում, վախը տեղ չունի, օ Հիսուս, շնորհակալ ենք, շնորհակալ ենք Տեր, Սուրբ Հոգի, թանկագին Աստծո Հոգի, շնորհակալ ենք։ Գիտեք, մինչև կշարունակենք աղոթել վախի դեմ, լցվել Աստծո Հոգով, ուզում եմ մի հարց տամ, կամար, որ այսօր առաջի անգամ, եթե դու առաջի անգամ ես կխնդրեմ ձեռք բարձրացնես, մենք քեզ ողջունենք։